Արհեստական բանականությունը վաղուց արդեն միայն մեծահասակների օգնականը չէ։ Այն արագորեն դարձել է նաև երեխաների ընկեր օգնականը, նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Արհեստական բանականությունը օգնում է երեխաներին դասեր պատրաստելիս, անհրաժեշտ տեղեկատվությունը ճշգրտելիս ու անգամ իրենց հուզող անձնական հարցերի պատասխանները փնտրելիս։ UNICEF-ի անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաները արհեստական բանականությունից օգտվում են մեծահասակներից եռապատիկ արագ։ 10 երկրում UNICEF-ի հավաքագրած տվյալների վերլուծությունից պարզվել է, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն իսկ օգտվել է արհեստական բանականության ծառայությունից։ Երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել եւ վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի։ Մոտ 13 միլիոն երեխա ուսումնառության ընթացքում տնային առաջադրանքները կատարելիս օգտվում է արհեստական բանականության օժանդակությունից։ Կրթության փորձագետների դիտարկմամբ այսօր գլխավոր մարտահրավերը ոչ թե արհեստական բանականության կիրառումն արգելելն է, այլ երեխաներին սովորեցնել է այն օգտագործել որպես ուսման գործիք, այլ ոչ թե գիտելիքը փոխարինող միջոց։ Եթե երեխան ԱԲ-ն օգտագործում է պարզապես տնային աշխատանքը կերծելու, հանձնելու համար, բնականաբար դա շատ վնասակար պրոցես է, ու համապատասխանաբար լիքը վնասելու է իրենց հետագա ճակատագրին։ Ճիշտ օգտագործելը ահագին կարող է օգնել, իսկ եթե պարզապես երեխաները օգտագործում են ԱԲ-ն որպեսզի բանանան, ասենք պրծնեն կոմպյուտերացուցիչներից եւ ծնողներից, ապա բնականաբար դա կանեն եւ ոչ մի բան չեն սովորի եւ օգուտ չի լինի։ Խնդիրը միայն տեխնոլոգիան չէ, ասում են մասնագետները։ Եթե երեխան չի հասկանում, որ սովորում է սեփական զարգացման համար, ապա ցանկացած նոր գործիք կարող է վերածվել պարզապես հեշտ ճանապարհով առաջադրանքը կատարելու միջոցի։ Մեկ այլ ցուցանիշ էլ կա։ Ավելի քան 2 միլիոն երեխա կամ այլ կերպ յուրաքանչյուր 10-րդը դիմում է արհեստական բանականությանը իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար։ Հենց այստեղ էլ ըստ հոգեբանների առաջանում են առավել լուրջ ռիսկերը։ Մինչև սուիցիդալ բաներ կարող են առաջանալ, որովհետև հարցը կարող է օրինակ երեխան սխալ ձևակերպի ու շատ սխալ պատասխան ստանա, օրինակ երեխան դրա տակ չկարողանա դուրս գալ։ Հարցը նորմալ չձևակերպի կամ նույն պատասխանը մի քանի տարբերակով հնչում է։ Այդ պատասխաններից երեխան, եթե մանավանդ տագնապային երեխա է, կվերցնի այն, ինչը իր խոցելի եւ թույլ մասն է, ու դրա տակից հնարավոր է չկարողանա ինքը դուրս գալ հոգեբանորեն։ Հոգեբանները նշում են, չաթբոտերը հաճախ կարող են ստեղծել աջակցող եւ հուզական միջավայրի տպավորություն, ինչի հետևանքով երեխան կարող է աստիճանաբար սկսել ավելի շատ վստահել արհեստական բանականությանը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման։ Ծնողի վերահսկողությունը պարտադիր է, որովհետև դա անվերահսկելի դաշտ է։ Այնտեղ չի նշվում հարցնողի տարիքը շատ դեպքերում, եւ պատասխանը կարող է օրինակ տարիքային առանձնահատկությունը ոչ հաշվի առնելով հնչել։ Երեխան պիտի անցնի որոշակի կրթություն, թե ինչ ձևաչափով է դա կառուցված, որոնք են ճշգրիտ տվյալներ, որոնք ոչ բացարձակ։ Երեխաների կողմից արհեստական բանականության օգտագործումը շարունակում է արագորեն աճել։ Մասնագետները մեկ հարցում համակարծիք են. տեխնոլոգիան ինքնին վտանգավոր չէ, վտանգը ըստ մասնագետների սկսվում է այն ժամանակ, երբ երեխան մնում է դրա հետ միայնակ, առանց գիտելիքի, հսկողության եւ ճիշտ ուղղորդման։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։